վարչապետի այնտեղ գնալը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում։ Այնպես չի, որ վարչապետը մի հավատացյալ մարդ է, մի լուրջ քրիստոնյա է գնում այնտեղ, ուղղակի ինքը սա այս հանգամանքը իր բառակտող վարքագծին համապատասխան փորձում է օգտագործել այդ քաղաքական դիվիդենդներ շահելու համար, այսինքն եկեղեցու դեմ իր պայքարի համար, թե չէ այնպես չի, որ ինքը այդ հոգևոր ազդեցության կարիք ունի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եկեղեցիների բռնագրավման մասին մեծ արձագանք է առաջացրել թե հասարակության, թե հոգևոր շրջանակներում։ Կարգալույց հոգևորական Ստեփան Ասատրյանը սրել է իրավիճակը, հնչեցնելով Կադիրովին համեմատող խոսքեր։ Իրավական համակարգում երկար տարիների փորձ ունեցող Երևանի նախկին դատախազ Ռաֆի Ասլանյանը նշեց, որ վարչապետի խոսքը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթության մեջ։ Եթե խոսքը վերաբերում է հուշարձանների պետական սեփականության կարգավիճակին, ապա ցանկացած գործողություն պետք է ունենա հստակ իրավական հիմք, նշեց Ասլանյանը։ Կառավարությունը նման քայլի համար իրավական հիմք չունի, հաճախ նույնիսկ դեռ միջնադարից սկսած այն երկրները, որոնց տիրապետության տակ գտնվել է մեր հայրենիքը, ձեռնպահ են մնացել նման քայլերից։ Եվ արաբական խալիֆայությունը եւ հետագայում թուրքական իշխանությունները։ Բայց Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը կարծեք իր վարքագծով ամեն տեղ է փորձում գերազանցել նշված ժամանակներին եւ երկրներին ու հերթական անգամ ես անկեղծ ասած չգիտեմ ինչ իրավական մեխանիզմ են հորինելու, բայց կյանքը ցույց է տվել իրենք ձևերը գիտեն դա ստեղծելու։ Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած ցնդաբանություն վերածում են օրենքի։ Ասեցի դա հոգևոր խնդիր է, բայց քանի որ ցավոք մեր մոտ ամեն ինչ իրար է խառնվել, պետությունը այդտեղ որևէ լիազորություն չունի, բայց ամեն դեպքում պետության հրահրմամբ այսօր երկրի ղեկավարության իշխանության հրահրմամբ կարգալույց հոգևորականը որոշակի հոգևոր գործողություններ է կատարում։ Դա իրավական կարգավորում չունի, սա բարոյական հարց է եւ հոգևոր հարթության հարց է, այսինքն քրիստոնյա մարդը պետք է հասկանա, արդյոք կարգալույց հոգևորականը իր երեխային կարող է կնքել, ինչպես այսօր է տեղի ունեցել, կամ պսակադրել։ Սա էլ եմ ասում զուտ բարոյականության հարց է, եթե իրապես քրիստոնեական արժեքները մարդը կարևորում է, բնականաբար գիտի, որ միայն օծված հոգևորականն իրավունք ունի նման արարողություններ իրականացնել, կարգալույցը չի կարող։ Բայց դժվար է պատկերացնել, թե այն մարդիկ, ովքեր համաձայնվում են, որ կարգալույց հոգևորականը հոգևոր արարողակարգ իրականացնի, դրանք որքանով են այդպիսի մարդիկ քրիստոնեական արժեքներին հետևում կամ առհասարակ, այսպես ասած, երդվյալ քրիստոնյաներ են, թե ոչ։